Մեկ զարգացման կենտրոնի ցուցասրահում իր աշխատանքներն է ներկայացնում երիտասարդ նկարչուհի Մարիա Ասլանյանը։ Այսօր միասին կբացահայտենք նրա արվեստի առեղծվածները։ Բարև ձեզ Մարիա։ Բարև ձեզ։ Մինչև հաղորդումը սկսել ինձ ասել էիք, որ ձեր աշխատանքներում կան թաքնված առեղծվածներ։ Հետաքրքիր է, ինչ առեղծվածների մասին է խոսքը։ Ես կասեի, ամեն մի պատկեր իր մեջ ունի խորհուրդ, որը դժվար է գտնել կամ առաջին հայացքից հասկանալ։ Մեր սերունդը կտավում առաջին հայացքից սովորական հավաքույթ է տիրում, բայց դա այդպես չէ։ Ամեն մի առարկա եւ անձ իր դիրքով, իր տրամադրությամբ, իր գտավում նկարված վայրում ունի հատուկ իմաստ, որը շատ խորն է պահված։ Օրինակ, սկսենք իմ սիրած բնությունից, կա վազ, որտեղ չկան ծաղիկներ, այլ կարծես թե փշատ է, կարծես չորացած ճյուղեր են, որը խորհրդանշում է սենյակում տիրող դատարկ խոսակցությունների, միգուցե նաև բամբասանքների մասին։ Աջ անկյունում պառկած է երիտասարդ, որի դիրքը եւս խորհրդանշում է մեր սերունդում այդպիսի մարդու հատուկ տիպը։ Ինչ տիպի մարդու մասին է խոսքը։ Անգործ, ծույլ մարդիկ են, լամպի լույսը ընկնում է իր դեմքին, դա էլ իր մեջ ունի իմաստ, այսինքն նա ունի գաղափարներ, միգուցե ունի հնարավորություններ, բայց չի օգտվում, նա ուղղակի ծույլ է։ Նրա ետևում կա գրապահարան եւ դիրքը խոսում է այն մասին, որ նա արհամարում է գրքերը, գիտելիքները եւ միգուցե հնարավորությունները։ Մեկ այլ մարդիկ եւս նստած են, զույգ։ Այն մարդկանց տիպն է, ովքեր գտնելով իրենց կողակցին, մոռանում են իրենց կարիերայի, միգուցե նաեւ ինչ-որ այլ պլանների մասին, ուղղակի մտածում են, որ կյանքի գաղափարը միայն կողակից գտնելն ու ամուսնանալն է։ Իսկ կարելի է ասել, որ բոլոր այդ մարդկանց, ում որ թվեցիք, բոլոր այն հերոսներին, ում որ թվեցիք, դուք հանդիպել եք կյանքի ինչ-որ փուլում։ Այո, իհարկե, ինձ թվում է մենք բոլորս գոնե մեկ անգամ առիթ ենք ունեցել տեսնել այդպիսի մարդ ու հասկանալ, թե իմ նկարած կերպարների որ դասին է նա պատկանում։ Ցուցահանդեսը վերնագրված է որպես մելանխոլիկ շշուկներ։ Ինձ հետաքրքիր է այդ ինչ շշուկներ են, որ ցուցասրահում տիրելու են։ Ցուցահանդեսի անունը, այսպես ասած, խորագիրը որոշելը ինձ դժվար տրվեց, շատ դժվար տրվեց, քանի որ մենակ մեկ շարքի աշխատանքներ չեն, ինչպես արդեն խոսեցինք, ու ես հասկացա, որ ամեն կողմից ինչ-որ տարբեր էմոցիաներ են լինելու ու պատկերացրի ինչպես են այդ նկարները իրենց ցույց տալիս իրենց էմոցիաները խոսում ու հասկացա, որ այդ մելանխոլիկ շշուկը կա ու հենց այդպես էլ մնաց խորագիրը ցուցահանդեսի մելանխոլիկ շշուկներ։ Այս ցուցադրությանը ես ներկայացնում եմ իմ կապույտ շրջանի աշխատանքներից եւ մի քանի իմպրեսիոնիստական եւ էքսպրեսիոնիստական ժանրի աշխատանքներ, ունեմ նաեւ շարք քաղաքային պեյզաժների, այսքանը, էտյուդներ նաեւ։ Հետաքրքիր է, հենց կապույտ շրջանի մասին եմ ուզում առաջնահերթ խոսենք։ Ինչ է իրենից ներկայացնում կապույտ շրջանը։ Դե տրամաբանական է, որ կապույտ երանգն է գերակշռում, գույների մասով կապույտն է հենց իշխող գույնը։ Այս ոճի աշխատանքները իրենից ներկայացնում են ավելի մելանխոլիա, կարոտ, թախիծ, ներսում պահած հույզեր, չասված խոսքեր եւ բազում էմոցիաներ։ Այ հիմա հեռուստադիտողը կնայիք, ասի 23 տարեկան երիտասարդ աղջիկ է, ինչու է այսքան տխուր թեմաներ շոշափում, ինչու է հենց այս մելանխոլիա, չասված խոսքեր եւ այլն, ինչու է այս թեմաները։ Ես չեմ ընտրել ինչ նկարեմ, այդ պահին ես նկարել եմ այն ինչ զգում եմ ու ինչ եղել է իմ ներսում, չգիտեմ ինչքանով իմ աշխատանքները կնայվեն ավելի հասուն, կնայվեն ավելի մելանխոլիկ, բայց ես սիրում եմ տալ ոչ թե կտավ, ներկերով լեցուն, թեկուզ նաև հստակ ու ճիշտ անատոմիական պատկերներով, այլ սիրում եմ տալ էմոցիաներ, սիրում եմ
այն պահը, երբ կանգ կառնեն նկարիս առջև, երբ կխորհեն, կպատկերացնեն, կմտածեն, ու ինչ որ հետաքրքիր բան եմ նկատել, որ իմաստ կարող եմ պահել նկարի մեջ, բայց ինձ այլ ձև բացատրեն իմ նկարը, ու ես սենց իրենց հայացքից փորձեմ նայել ու հասկանալ, հա, իրոք, ես էլ պատկերացրի։ Դա ինչ որ հետաքրքիր խաղի է վերածվում, բայց վստահ եմ փոքր տարիքից ձեզ համար խաղ չի եղել նկարչությունը։ Գիտեմ, որ դեռ փոքրուց եք նկարել, ինչպես շատ շատերը, բայց ինչպես է ընթացել ձեր ուղին։ Եթե նայենք մակերեսային, ապա կողքից այո, հենց այդպես էլ եղել է։ Գնացել եմ բազում արվեստի դպրոցներ, այնուհետև շարունակել եմ որպես ավագ դպրոց այդպեսին գնացել եմ նկարչական թեկումով, դրանից հետո նախապատրաստական կուրսերի եմ գնացել, ինքս իմ վրա եմ աշխատել, ջանքեր չեմ խնայել եւ ընդունվել եմ Գեղարվեստի պետական ակադեմիա, դրանից հետո տեղափոխվել եմ Մոսկվա։ Եթե նայենք իմ ճանապարհը ավելի մակերեսային, ապա այո, սովորականի պես է, բայց եթե խորասուզվենք, ինչպես նկարներիս մեջ եթե նայենք, իրականում հեշտ չի եղել ու միգուցե իմ ճանապարհի մեջ կա ոչ միայն սերը, այլ նաև նպատակ, որ ես պետք է հասնեի, ինչ որ տեղեր միգուցե զգացվում է իմ նպատակասլացություն չեմ ուզում ասել, երևի ավելի շատ բնավորությունը, որ դա ինձ համար արդեն դառել էր ավելին քան արվեստը, ավելին քան մասնագիտություն։ Հիմա խոսում եք խոչընդոտների մասին, ինձ հետաքրքիր է, ինչ խոչընդոտներ եք հաղթահարել, ինչի մասին է խոսքը։ Ի սկզբանե իմ ճանապարհի հենց շեմին խոչընդոտ էր հանդիսանում հայրս, որը չէր գտնում լրջություն այս աշխատանքի ու տրամադրված ժամանակի մեջ ու իր համար այս ամենը լուրջ չէր, նա չէր հավատում ինձ, իմ ուժերին, որ ինչ-որ մի բան կստացվի, նույնիսկ մի քիչ շատ փակագծերը բացեմ, եղել է պահ, երբ մայրս ինձ թաքուն է տարել նկարչության պարապմունքների։ Այս ամենից հետո ինչ-որ պարտավորվածություն զգում եք, որ այդքան ջանք է գործադրել մայրիկը, հենց պետք է նկարիչուհի դառնալ, այս ամենին ավելի լուրջ վերաբերվել, բացի նրանից, որ դուք ուզում եք, նաև այդ պարտավորությունը զգում եք։ Ճիշտ նշեցիք, իրոք ուզում էի, պարտավորվածության զգացումը կար։ Չեմ կարող անկեղծ ասել, քանի որ չեմ հասկանում, որ զգացումներ գերիշխում, պարտավորվածությունը թե իմ սերն ու նպատակը, բայց միասին լավ համագործակցեցին։ Ես գիտեմ, որ հետագայում էլ ուսում եք ստացել եւ Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, Մոսկվայում։ Ինչն էր պատճառը, որ մեկնեցիք Մոսկվա, կար արդյոք ինչ-որ բան, որ Հայաստանում ձեզ չէր բավականացնում, որոշեցիք Մոսկվայում այդ բացը լրացնել։ Անկեղծ ասած, ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, միգուցե կտավներիս մեջ դեռ չեմ անդրադարձել դրան, բայց իմ հայրենի հողի վրա ծնված կտավները, որոնք ես արարում եմ, նրանք ավելի լավն են, նրանք ավելի ստացված են ու չեք կարող պատկերացնել ինչ մեծ դժվարության մեջով եմ անցել, երբ Ռուսաստանում էի, նկարում էի, աշխատում էի ինքս ինձ վրա, բայց կարծես թե ամեն ինչ ավելի դժվարությամբ էր տրվում, քան թե այստեղ։ Իսկ ինչն է պատճառը, այդ որ ասում են Հայաստանի օդը, հողը, ջուրը ուրիշ է, դա է միտքը, թե ուղղակի հոգեպես կապվածության մասին է խոսքը։ Մեզ դպրոցից սկսած սովորեցնում են հայրենասիրություն ու աշակերտ լինելու տարիներին միգուցե մենք չենք հասկանում այդ ամեն ինչի լրջությունը, թեկուզ երբ տանը մեծերից ենք լսում, բայց երբ մեծանում ենք ու գտնվում ենք մեր սահմաններից հեռու, դա զգացնել է տալիս։ Ես չգիտեմ ինչպես, ես չգիտեմ ինչն է խոսում հողը, ջուրը թե օդը, բայց հոգին զգում է։ Ինձ մոտ այդպես է։ Ու միգուցե եւ ավելի հասուն տարիքում ես ավելի լուրջ կմոտենամ դրան ու կունենամ հայրենասիրական մեծ շարք եւ դրանում ցույց կտամ հանդիսատեսին ձեր նշած այդ սերը, որը
անհնար է արտահայտել բառերով։ Ինչ որ բարդություններ հաղթահարելով հասել եք Մոսկվա ու ունեցել եք ձեր առաջին ցուցահանդեսը տարիներ առաջ դեռ։ Խնդրում եմ նշեք տպավորությունները, ինչ հույզեր, ինչ էմոցիաներ ապրեցիք այդ ժամանակ։ Ինձ թվում է պետք է սկսեմ դեռ Մոսկվայից առաջ, իմ վախերից, երբ դեռ հայրենիքումս էի, երբ ստեղծագործում էի, բայց ինքս իմ մեջ ունեի վախ, որ ես չպետք է ցույց տամ իմ անավարտ աշխատանքը։ Ես խնամքով պահում էի, թեկուզ եւ թաց վիճակում, վախենում էի, որ չավարտածս հատվածը կարող են տեսնել ու դրա համար ինչ որ կարծիք արտահայտել, միշտ ցանկանում էի ամբողջությամբ կատարել, ավարտին հասցնել, դրանից հետո նոր ցուցադրել ու լսել կարծիք ու միշտ եղել են վախեր ցուցադրվելու համար։ Առաջի ցուցահանդեսի ժամանակ ես հիշում եմ ինչ դողով, ինչ վախով ես գնացի Մոսկվայի նկարիչների միության շենք, որտեղ արդեն իմ նկարը ցուցադրված էր ու ես վախենում էի անգամ իմ նկարին մոտենալ, ուղղակի հայացքներ էի որսում, ինձ համար հետաքրքիր էր այդ ամենը, պաղկվում էի, նայում էի մարդիկ ինչպես են մոտենում նկարիս, ինչ էմոցիաներ են ապրում, ինչպես են նայում ու երբ զգում էի, որ դիտողը փնտրում է աչքերով նկարչին, ինչ որ sense բարի աչքերով, ես այդպես էի զգում, ես մոտենում էի այսպես, Возьмик, да, ես եմ։ Здравствуйте, это я, это моя работа։ Ու sense չէի նայում, sense դողում էի, sense ահավոր անհանգստանում էի։ Քիչ-քիչ ցուցադրվելով ես իմ առաջ դրեցի նպատակ, որը ես պետք է հաղթահարեմ դա։ Քանի որ ես էլ գնում եմ պատկերասրահներ ու նայում եմ նկարչի աշխատանքներ, ու դրա մեջ վախենալու ոչինչ չկա, դրանով նկարը ապրում է։ Քանի որ նկարը չի ապրում, երբ որ նա տանն է, երբ որ նրան ոչ մեկ չի տեսնում։ Նկարը ապրում է, երբ որ հանդիպում է մի այլ հոգու։ Գիտեմ, որ բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցաք առաջին, այսպես հաջող ցուցահանդեսի փորձից հետո, երբ ընդամենը մեկ նկարով եք ցուցադրվել, դրանից հետո արդեն ունեցաք բազմաթիվ այլ ցուցահանդեսներ, որոնք բավականին հաջողված էին, նույնիսկ հասցրել եք ցուցահանդես ունենալ Աֆրիկայում, որը այսպես բավականին հետաքրքիր դեպք է։ Խնդրում եմ մանրամասնել ցուցահանդեսների մասին եւ նշել ձեզ համար ամենանշանավորները։ Ամենանշանավորներից երևի կառանձնացնեմ այն ցուցահանդեսները, որոնք ինձ բերեցին մեդալներ։ Ես շատ հպարտանում էի, որ իմ հայկական ազգանունը հնչում էր։ Ես բարձրանում էի բեմ, վերցնում էի ոսկյա մեդալ, վերցնում էի արծաթե, նույնիսկ բրոնզե։ Ինձ համար դա մեծ պատիվ էր։ Ես զգում էի, որ թեև ես դրսում եմ ստեղծագործում, թեև այդ տեսլականները դրսում են իմ առջև բացվել, ես միևնույն է հայ եմ ու ես ցույց եմ տալիս իմ ազգանունը, ցույց եմ տալիս աշխատանք, որը արժանանում է իմ գնահատակին։ Գիտեմ նկարիչներ, որ մի քիչ ավելի մոտ երկրներում են ունենում ցուցահանդեսներ, բայց գնալ հասնել Աֆրիկա ցուցահանդեսով, դա շատ այսպես չկրկնվող պատմություն է։ Այդ լուրը եկավ առաջարկը հասավ ինձ, երբ ես արդեն Եվրազիական նկարիչների միության անդամ էի, անդամ դառնալով արդեն տեղեկանում ես բազում մեծ հնարավորություններին, արդեն ունենում ես պահանջ, հրավերներ ես ստանում ու շատ պատահական ես տեսա Աֆրիկա, Տանզանիա, նաև այն փաստը, որ ես այդ ժամանակ արդեն ունեի պատրաստ նկար, որը համապատասխանում էր այդ ցուցահանդեսի ձևաչափին, ես հասկացա, որ առանց մտածելու ես պետք է մասնակցեմ։ Եվ ամեն ինչ ստացվեց։ Այնքան ոգևորված եք խոսում այս ամենի մասին, ես կարծես թե նույնիսկ աչքիս առաջ գալիս են այդպիսի ձեր ուրախ պատկերները, թե ինչպես եք ուրախացել ցուցադրվելուց, նույնիսկ այն դեպքում, երբ որ ես ձեզ նախկինում չեմ էլ ճանաչել։ Շատ տպավորիչ եք պատմում այս ամենը, ինձ հետաքրքիր է այս ուրախ հույզերը, ում հետ եք կիսում առհասարակ կյանքում, ովքեր են ձեր կողքին հենց այդ պահերին։ Ամենաառաջինը մայրիկիս, քանի որ նա է ինձ հասցրել այս ամենին ու հասցրել ոչ թե բառից բուն իմաստով, այլ էմոցիոնալ մոտիվացիայով, փոքր ժամանակ արված ներդրումներով, թեկուզ ներդրում ինչպեսին ինձ պարապմունքի տանելը, իմ համար ներկեր գնելը, առաջինը մայրիկիս հետ, ընտանիքիս անդամների հետ,
իմ կողակցի հետ, որը դրանով շատ է ուրախանում, կիսում, ինձ հետ այդ ամենը ու արդեն զգում եմ, որ ինքն էլ ունի ինչ-որ աճ արվեստի հասկացողության իր շրջաններում։ Այո, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Իսկ ինչն է ձեզ ներշնչում, ներշնչանքի աղբյուրն ինչը կարող է ձեզ համար հանդիսանալ, որովհետև ես հասկանում եմ, որ մոտիվացիան ձեզ մոտ շատ է ստեղծագործելու դեռ փոքրուց ու նաև արձանագրած հաջողություններ ունեք կյանքի փուլերում, որ այսպես ձեր երազանքներն իրականանում են, գուցե ոչ շատ հեշտությամբ, բայց ամեն դեպքում իրականանում են, բայց միևնույն ժամանակ ինչ որ ներշնչանքի աղբյուր է պետք արվեստագետին, որն է դա ձեզ համար։ Ներշնչանքի աղբյուր ինձ թվում է առաջիններից բնությունն է, շատ կարևոր, նաունավանդ իմ էքսպրեսիոնիզմ ժանրի կտավներում կարող ենք հասկանալ, թե ինչքան մեծ է բնության դերը ինձ համար, պահի ազդեցությունը, կինը, որպես այդպիսին իր զգացմունքայնությամբ եւ իհարկե մեծություն, իմ կողակիցը, կարող է լինել ինձ համար հիանալի բնորդ, կարող է ուղղակի լինել ինձ համար ինձ ստուգելու ինչ-որ ճեպանկարի համար, անատոմիայի համար, չգիտեմ, առհասարակ ինչ-որ մուսա, ես իրեն շատ եմ ուզում նկարել, միշտ այդ ցանկությունը իմ մեջ դեռ չի կորել, այս 2 տարիների ընթացքում ես նկարում եմ իրեն անընդհատ։ Իսկ ինքը պատրաստ է որպես բնորդ։ Այո, նույնիսկ մեր ամենաառաջի հանդիպումը եղել է այդպես, ես իրեն խնդրել եմ, որ նա ինձ համար բնորդ լինի։ Ես գիտեմ, որ վերջերս ժյուրի եք եղել մի մրցույթում, որին տարիներ առաջ հենց դուք եք մասնակցել։ Ինչպիսի հույզեր, տպավորություններ եք ունեցել ու արդյոք որևէ մասնակցի ինչ-որ չափով քննադատել է ձեզ համար դժվար չի եղել։ Իրականում ես հիշեցի ինձ, թե ինչ հուզմունքով ես նկարս ուղարկեցի, ինչ հուզմունքով գնացի ցուցադրությանը, հետո հաջորդ տարի արդեն ավելի քիչ հուզմունքով մասնակցեցի ու հասկացա ինչ է դա արդեն մասնակցի դեմքից, հետո նոր եղա որպես ժյուրի, նոր դատող, ինձ թվում է ամեն ինչ գնաց ճիշտ հունով, քանի որ դերային գործոնը այդտեղ շատ լավ աշխատեց, ես ոչ միայն կարողացա ինձ պատկերացնել որպես մասնակից ու ավելի մտահոգվել մասնակցի մասին, այլ նաև հասկացա, որ քննադատությունը ավելի տեղին կլինի մասնակցի համար։ Շատ եմ ցանկանում թողնել գոնե մեկ նկար, որը կարժանանա նրան, որ տարիներ հետո նայեն, հիշեն, օրինակ բերեն, թողնեմ իմ ձայնը, իմ էմոցիան։ Եվ երիտասարդ եք, դեռ 23 տարեկան եք, բայց ձեր հետևում ունեք բավականին երկար կյանքի փորձ, որպես արվեստագետ, բազմաթիվ ցուցահանդեսներ, հաջողություններ, դժվարություններ հաղթահարած։ Ինձ հետաքրքիր է, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդ արվեստագետներին, պատանիներին, նաև գուցե տարիքով, ձեզնից տարիքով մեծ արվեստագետներին, ովքեր ինչ-ինչ հարցում այսպես անվստահություն ունեն, քայլ անելու հարցում վախենում են, ցուցադրվելու մասով, ինչպես դուք եք առաջին ցուցահանդեսին, այսպես կաշկանդվում են, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Խորհուրդ կտամ չհանձնվել, խորհուրդ կտամ չթողնել ուղին, որը արդեն սկսված է, որի համար գուցե պայքարել, միգուցե ինպես, միգուցե ավել կամ պակաս, չթողնել ուղին, շարունակել, ինքնակրթվել, չբավարարվել միայն գիտելիքներով, որը տալիս է մեզ համալսարանը, աշխատանք ինքներս մեր վրա, իմ կարծիքով դա մեծ ազդեցություն ունի մեր հետագա ձեռքբերումների ու մեզ վրա, արդեն ինչպես անձ։ Դրա համար շատ գրքեր կարդալ, իրոք։ Ես ինքս ընթերցել շատ եմ սիրում, զբաղվում եմ ընթերցանությամբ պարբերաբար, թեկուզ եւ թերթել ու կրկնել անցածը, արվեստի պատմությունն այլ նկարիչներին, գնալ պատկերասրահներ, նայել ժամանակակիցներին, նայել նաև մեր օրինակ վերածննդի ժամանակաշրջանի մեծ նկարիչներին եւ ամենակարևորը փորձել այդ ամենի մեջ չնմանվել, քանզի երբեմն այդ ոգեշնչումը կարող է գերակշռել եւ ինչ-որ մի բան չափազանց նման ստացվել։ Չեմ կարծում, չեմ ուզում ասել, որ դա շատ վատ է, բայց դա այն չէ, ինչը որ մեզ կտարբերի մնացածից։
Մարիա ջան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր եւ անկեղծ հարցազրույցի համար։ Պատմություններն այնքան տպավորիչ էին, որ նույնիսկ ինչ որ պահի ուզում էի ձեզ ապրումակցել։ Շատ շնորհակալ եմ եւ շատ հաջողություններ եմ ձեզ մաղթում։ Ես եմ անչափ շնորհակալ ամեն ինչի համար, սկսած նրանից, որ ապահովեցիք հիանալի մթնոլորտ, որտեղ ես կարող եմ անկեղծանալ, չկաշկանդվել ու պատմել ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ ձեր բարեմաղթանքների Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։